Եթերում հայրենիք սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այսօր շատ գեղեցիկ թեմայով է լինելու հաղորդումը։ Այսօր մենք խոսելու ենք արգենտինական տանգոյի մասին։ Արգենտինական տանգոն, որը Արգենտինայում համարվում է իրենց ժողովրդական ավանդույթներից ամենագեղեցիկը եւ ամենակայունը։ Եվ ժողովուրդը այնքան է սիրում իր տանգոն, որ չի ուզում, որ որևէ փոփոխություն մտնի ժողովրդական ավանդական տանգոյի մեջ, բայց այնպես պատահեց, որ Աստոր Պիոզալան փորձեց ստեղծել այդ նույն տանգոյի դասական տիպը նմուշը եւ իհարկե արժանացավ արգենտինացիների բողոքին սկզբում, բայց երբ նա կատարեց այդ ստեղծագործությունները, այդ տանգոն կատարեց այդ դասական հիմունքներով եւ լսեցին, հիացան, ապշեցին եւ ընդունեցին։ Եվ այսօր շատ հաճախ ժողովրդական ավանդականի կողքին հնչում է նաեւ դասական տանգոն։ Եվ ամբողջ Արգենտինան ունի տոն, երբ որ բոլորը փողոցներում ամենտեղ պարում են տանգոն եւ այնքան գեղեցկություն է դա տալիս քաղաքին, քաղաքի մշակույթին, մարդկանց տրամադրություններին, որ ասում ես մի այդպիսի տոն լավ կլիներ, հենց բարի տոն լիներ քո երկրում, մեր երկրում։ Բարեկամներ, ուրախությամբ պետք է ասեմ, որ դեկտեմբերի 18-ին Սաբան թատրոնում Բևերլի Հիլզ տեղի կունենա Աստոր Պիազոլային նվիրված մյուզիկլ, տանգոյի մյուզիկլ, որտեղ ներկայացվելու են նրա ստեղծագործությունները, նրա մասին երգերը եւ միաժամանակ այդ համերգը, ճոխ համերգը ուղեկցվելու է այնպիսի երգիչներով, որոնք ուղղակի զարդարելու են այդ համերգը, զարդարելու են իրենց հրաշալի կատարումներով, իրենց հրաշալի ձայներով եւ այդ կատարողներից մեկը հիմա այստեղ է հայրենիք սփյուռքի տաղավարում Սոսի Մարտիրոսյանն է։ Մի հրաշալի ձայնի կրող, քիչ հետո դուք ինքներդ էլ կհամոզվեք դրանում, եւ նաեւ մի հրաշալի մարդ, որը իր աշխատանքային սկզբունքների մեջ ստեղծագործական այդ երուն զգացումների մեջ անպայման կարևորություն է տալիս մարդկային հարաբերություններ, որոնք հենվում են միմյանց նկատմամբ փոխադարձ սիրով եւ հարգանքով եւ բողոք եւ դեմ է բոլոր տեսակ ցեղասպանություններին, բոլոր տեսակ վայրագություններին, որովհետեւ դա ոչ միտեղ չի տանում մարդկությանը, դա ընդհանրապես անասնական է եւ գազանային։ Ահա թե ինչու այսօր ես հրավիրել եմ տաղավար Սոսի Մարտիրոսյանին եւ մենք խոսելու ենք արգենտինական տանգոյի, խոսելու ենք այս հրաշալի ամսի 18-ի համերգի մասին եւ խոսելու ենք շատ մանրամասնորեն, որովհետեւ այնպիսի բաներ ենք լսելու, որոնք ավելացնելու են մեր գիտելիքները արգենտինական տանգոյի մասին։ Ողջույն Սոսի։ Բարև։ Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ ձեզ հետ, ես հանդիպել էի երևի մի քանի տարի առաջ եւ դեռ այն ժամանակ հիացել էի ձեր ձայնային տվյալներով, իսկապես հիացել էի եւ մտածում էի, ախ ինչ լավ կլիներ, որ Սոսին հայրենիքում լիներ եւ հայրենիքի բեմեր այսպես թնդացներ իր բացառիկ ձայնով, բայց նաեւ ուրախ եմ, որ այստեղ հայ հասարակության համար նույնպես հրաշալի դուք ծառայում եք եւ պիտի խնդրեմ մինչև դեկտեմբերի 18-ի համերգի մասին խոսելը դուք եղել եք Բուենոս Այրեսում եւ այնտեղ համերգ եք ունեցել եւ համերգը փառահեղ է անցել։ Պիտի խնդրեմ, որ մի քիչ այդ համերգի մասին խոսեք, խնդրեմ։ Ուրեմն այդ համերգը հենց այս դեկտեմբեր 18-ի ցուցադրվելու այդ համերգը նույն համերգներ, որ մենք այդտեղ կատարեցինք մայիս 28-ին Բուենոս Այրեսում ուզեցինք ներկայացնել այդ սցենարը, որ պատմում է զույգը սիրահարներու կյանքը, մյուզիկլ է դա, այո, Broadway musical, եւ այս ուղղակի ստացվեց այն կապարով, որ Արգենտինայի ժողովրդական հեղափոխության ժամանակակից պատմությունը պատմում է այդ մարդկային անարդար զոհերի սպանության եւ մեջտեղ դնում է այդ տրագիկային հանդիպումը, որ զոհ է գնում քաղաքականությանը շատ եւ այդ պատմական թեման ներկայացվում է թե տանգո
բարերու միջոցով այո։ եւ թե տանգոյի կլասիկային կատարողություններով երկարվեստի։ Ես Մարիա սելով այդ տանգոյի Բրոդվեյի մասնակցություն բերեցինք եւ ուզեցինք Բոնուս Այրեսից սկսենք փեմական կատարողումը, որովհետեւ Աստոր Պիազոլա այդտեղ այո իր օրիգինալ դերից մեջտեղ բերել եւ Աստոր Պիազոլայի նվիրված հեման վրա մենք ուզեցինք զգալ նույն այդ միջավայրը, որ ինքը աշխատած է, կործած է, ստեղծած է իր ամենահրաշալի երկարվեստի եւ բարի եւ երաժշտական կլասիկ տանգոն, դասական տանգոն եւ այդ ծևով երբ որ ներկայացրեցինք շատ ուժեղ ընդունելություն ստացանք, ոդնգայս ծափարություններով մարդիկ չէին բավարարում սկիզբից միջև վերջ մանավանդ երկարվեստի բաժնի ընթացքում չէին նստում ուղղակի ոդնգայս ծափարում էին եւ մենք չէինք գալու որ այդքան սրահը լեցվի ժողովրդով բայց լրիվ արդեն լեցված ու արտահայտություններից մենք էինք խրախուսված, որով ասում էին այդ լեգենդերի մայստրոները Բինելին, Սարատե եւ այլ բոլորը խրախուսված իրենք շնորհավորում էին, ասում էին այս սակկատարողություն վիրտուոզո մագարտագով ուղագի իրենք շատ զգացված էին եւ ուրախ էին որ միատեղ մենք այդ կատարողությունը բերեցինք իբր հայ կատարողներ Ալբեր Բուլբուլյանը իր երաժշտական մասնակցումով միշտ անբաժան է ինձանից բեմերի վրա եւ զարմացուցինք ուղագի իրենց ոչ միայն զարմացուցիկ, այլև հիացրեցիք այո եւ Աստոր Պիազոլայի իսկական ոճը մեջտեղ բերեցի ես 2017-ից երբ որ խնդրվեց ինձանից որ ներկայացնեմ Աստոր Պիազոլայի երգեցողությունը հենց այս սցենարի համար այս մյուզիկալ Բրոդվեյի համար Սերգեյ Թումաս երբ որ ինքը առաջարկեց որ ուսումնասիրեմ եւ երբ որ ուսումնասիրելու այդ տարիների ընթացքին երկարվեստի բոլոր կատարողների երբ որ մտիկ էի անում ուսումնասիրում էի իր ոճը զգում էի այդ հեղափոխական հեղաշրջված ընդդիմումը որովհետեւ ժողովուրդը չէին ընդունում եւ իրենք դեռ միջև այսօր Աստոր Պիազոլան երգում են տանգո ոճով այնպես ինչպես որ իրենք երգում էին տանգո ընդհանրապես եւ չէին ընդունում երբ որ երևի առաջի անձնավորությունն ենք եղած որ մենք նկատի առնելով իր իսկական ոճը ես ապրում եմ իմ ամեն մեկ երգերի հետ եւ ես այնքան զուգահեռ նմանություն էի գտած իր երկարվեստի եւ երաժշտական մոտեցումի եւ մեր հրճակավոր կոմիտասի մոտեցումը մեր երգերի այդ քյուրական երգերի բերած տասական վիճակների եւ իր այդ խազերը որ օգտագործած է նույնանման խազերը ես կտա Աստոր Պիազոլայի երաժշտական երգերի մեջ եւ նույն մեկնաբանումը գեղեցկականը բերել դարձրել դասական նույն ծևի ինչպես կոմիտասը չէ հավաքագրեց երգերը եւ գեղեցկականությունից բերեց դասական եւ կլաս անշուշտ եւ նույն ծևի ես Աստոր Պիազոլայի այդ զուգահեռությունը կտա մեր կոմիտասի եւ քանի կոմիտաս շատ ուժեղ է իմ արյան արումով որ ես ուղագի կոմիտասի երգերով եմ երաժշտությամբ եմ մեծացած կարծես ինձ համար կոմիտաս էի երգում երբ որ Աստոր Պիազոլայի երգերը երգում եմ ես ուղղակի փշակավում եմ զգում եմ բոլոր ինքնությունս եւ ժողովուրդը արդեն եւ որ զգաստվեց իրենք հիմա ասում են տանգո օպերա է երգում բերում ես ատասական տանգո մեզ բայց իսկականի Աստոր Պիազոլա ինքը ստեղծած է այդ ոճը եւ հրաշալի զգացական մի ոճ որ ափսոս է որ
ժողովուրդը երգում է այն ինչ որ իրենք միշտ երգում էին, երգել էին պարզապես չեն ուզում իրենց ավանդականից հեռանալ։ Փոխվեն, դրա համար այդպիսի պայքար են տանում։ Բայց միևնույն է մարդարել է մի գործ, որը համաշխարհային է համարվում եւ իր ծննդյան 100-ամյակներ չէ կարծեմ։ Անցյալ տարի 2021-ի ինքը մարտի ծնած է Mar del Plata հակառականը որ ինքը Արժանտինայում է ծնած ինքը ծնած է իտալացի ծնողք է եւ իր մեջ այդ ապրումները իտալականը եւ արգենտինականը միաձուլեց իրար։ Այո։ Դրանով ինքը օտար դարձավ բուն արգենտինացին։ Եվ իրեն կընդվզեցին դրա դեմ։ Օպերետա է ստեղծած Արգենտինայի ոճով այդ նույն ծևի բայց օպերետա ուղղակի մեր անուշ օպերայի մի նման բան է ստեղծած օպերետա է դա օպերետա մյուզիկլին այո եւ շատ գեղեցիկ մեկնաբանություններով եւ զգացումներով ես ինքը ուղղակի ստեղծած է սիմֆոնիկ orchestration-ներ tango երաժշտությամբ եւ բանդոնեոնը ինքը բերած է այդ երաժշտական աշխարհի փոքր ակորդեոն ինքը փոքր ակորդեոնը որ բանդոնեոնն ասում ինքը ներկայացած է tango աշխարհի եւ հրաշալի կորձիկը շատ դժվար կորձիկ է կրնամ ասեմ համաչափ նույնիսկ ճուտակի նվակի ծևերով եւ ինքը շատ մասնակցությամբ իր այդ արավել ներկայացած է tango երաշխարհի եւ ինք 2021-ին այստեղ Ալինա ջան իրեն անվանեցին legend դարի legend tango իբր tango աշխարհի թակավոր երաժշտական եւ երկարվեստի որտեւ ինքը հիանալի զգանչելի ստեղծագործություններ է մեջտեղ բերած ես իրեն համապատասխանում եմ մեր կոմիտասի իր հոգով իր մոդեցությամբ իր ջաշակով եւ այնինչ որ ընդգրկած է մարդկային զգացումները արտահայտել ունեցին կոմիտասին արգենտինացիները այնքան զարմացած էին, որովհետև այս սցենարի հետ մեկտեղ ես ուզեցի ներկայացնել համաաշխարհային մարդկային անիրավությունները, որ ինչպես ես արդեն զգացած էի իմ առաջիկա Triumph հաղթություն ալբոմով եւ այդտեղ ներկայացրած էի մեր չարթը, մեր ազգի չարթը իբր գոճ այն ծարի, որ մենք ասում ենք human atrocities of the world, այսինքն մարդկային անիրավությունների սկզբունքը եղած է, ինքը արմատ եղած է, եւ ես ներկայացրեցի բոլոր այդ ամարտկային մոդեցումը եւ ներկայացրեցի մեր չարթը վերջապանը, երբ որ այս սցենարը հետևեցուցի Astor Piazzolla զգանչելի Ave Maria է գրած առավել զգանչելի եւ զգացական եւ ես այդ Ave Marian երգեցի իրենց չարթի իրենց այդ մարդկային անմեղ
հոգիների համար, որոնց մեջ ես 100% վստահ եմ, որ մեր հայ մտավորականներն ալ մեջն էին այդ Բոնուս Այրեսում եւ իրենք այդ որ ես երգում էի ուղղակի աղոթքի բեմի վրա եւ հետեւություն տրվեցավ ամիջական դեր Որմյան, որ ես անգլերենի առավել թարգմանած եմ եւ առավել շատ հայկական երաժշտական երգեր թե Գոմիդասից թե Գանաչյանից հայկականից դեպի անգլերեն ասեմ փանաստեղծական ճիշտ քրիչով թարգմանություն եւ այդպես երգած եմ երբ որ դեր Որմյանը սկսեց մեր չարտի ուղագի կադրի վրա այդ ամբողջ ելույթը ժողովուրդը վաու եւ բրավադո եւ ծափարություն լրելյալ ուղագի շշմած լսում էին եւ երբ որ այդ վերջացավ մարդիկ չէին սպասում իրենց աթորին որպեսի վերելնեն եւ ծափարեն ոտնկայս ծափարություն երբեք չկանգնեց ու չկանգնեց այդ դերողորմիայից մի փոքրիկ հատված կարող է կատարեք ինչու՞ չէ խնդրեմ Եվ այս ես թարգմանած եմ անգլերենով պատկասեմ թե ինչ տպավորություն է թողել Կենցանալիք ժողովուրդը չէին սպասում ծափարություն եւ նույնիսկ Ալբերտ Բուլբուլյանը ասեց Սոսիջան ասեց ես կյանքումս փեմերից կատարողություններից ասի առաջին անգամն է որ ես ուղղակի ականատես եմ ասքայն ոտնգայս անհամբեր ծափարություններ մանավանդ Օբլիվիոնի երգը որ սկսեցի Աստոր Պիազոլայի Օբլիվիոնը ներկայացնում է Ալզայմերի սկզբունքները եւ որ ամուսինը զգում է որ ինքը մորանում է կարգը հադուկ ամիջական ելույթներ ուղագի հիշատակներ եւ ինքը երգում է իր գնոջ իր անցյալի անմոռանալի հիշատակները եւ ինքը բերում է այդ հիշատակներով իր ապրումները իր զգացումները եւ ուղագի մեկնաբանում է այդ ինչ որ ինքը զգում է որ ինքը մոռանում է այս հիմակվա իր ժամանակագից հիշատակները եւ այդ զգացումների մեջ այդ երգը ցնցում է էյագի հոգիները շատ զգալի Տիգինաննա Նշանյանի ասեմասի երբ որ իրեն անագնգալ բերեցի որտեվ ասում էի որ Broadway պիտի անենք եւ գիտագից չէր երբ որ եկա ինքը միշտ ասում էր ինձ կարևոր չէ ուրիշ ինչ ժանրեր ես երգում որ ես բազմա ժանր բազմա լեզվանի եմ երգում եւ դիապազոնս լրիվ սոպրանոյի դիապազոնը ընդգրկում է ուրեմն իրեն որ ասում ես ինձ կարևոր չէ դու կարևորը որ դու օպերաներ արեցի օպերաներ անում ես եւ այդ է որ ինձ կարևոր է եւ որ իրեն ասեցի դիգնանա ուզում եմ այս մտիկանես եւ որ սկսեց ասեցի բացադրում էի թե ինքը ինչ թեմայի ասի կանկ ուղագի միաժամանակ ընդգրկեց ինքը մտիկ արեց վերջանալի ասեց զադու ես ասի այո իմ ցայնը փոխվում է իր քույնը միշտ փոխվում է ամեն մեկ երկերի մեջ ամեն մեկ ոճի մեջ ուրեմն գեցավ այսպես աչքերը լեց ասեց բրավո ասեց բրավո ես ոչ մի բառ ասելիք չունեմ ասեց հենց այսօրվանից ես կանվանեմ քեզ համաշխարհային ոչ ասեց աշխարհային առավել ամենաբարձր մագարտակի ամեն ոճերի մեջ երգչուհի ասեց ես շատ հպարտ եմ քեզանով ես որ ասում եի իրան
բայց ես քեզանից ավելի հպարտ եմ եւ Այո, շնորհակալ եմ։ եթե Աննա Նշանյանն է դա ասել, որ իսկապես մեծ արվեստագետուհի է, դա պետք է ընդունել իբրև կատարյալ ճշմարտություն։ Այո։ Սոսի, հիմա խոսենք դեկտեմբերի 18-ի այդ համերգի մասին, այսինքն այդ Բրոդվեյի բանի մասին, այդ ինչ է, որպեսզի իբր երաժշտական երեկո, թանգոյի, երկարվեստի եւ բարի միաժամանակ եւ բարի եւ երկի զուգորդությամբ։ Այո, այո։ Քիչ այդ մասին խոսեք։ Դա ինչ մյուզիկլ է ընդհանրապես իր ոճի մեջ տարբեր է։ Նույնն է եւ այդ ինչ որ մենք Բոնուս Այրեսի մեջ արեցինք այդ գդարողությունը ուրեմն այստեղ սաբան եւ որ ուզեցինք հետացկել քալդարվա մարտի ինչ որ արդեն դեղատրված է մարտ 16-17-18-ի իրենք ափսոսացին ասեցին քանի կոവിഡից մի քանի տարի է մենք 2019-ին իվեր չանք էին թափում այսինքն 20-ի իվեր չանք էին թափում որպեսի ցուցադրվեր այստեղ սաբանում, բայց հետացքում, երբ որ այդպես կատարվեց այս տարի, երբ որ ասեցին կատարվա, ասեցին ափսոսա, ասին այս տեսակի գդարողություն, այս տեսակի musical tango, մենք ուզում ենք, որ այս տարի կոնե մի շո, մի հատ արեք, մի օր, եւ այդ ինչ որ անում ենք, երկու ակտի ենք բաժանած, առաջի ակտի մեջը պիտի ցուցադրենք լրիվ այդ թեմականը այն ինչ որ կատարվեց Բոնուս Այրեսում բոլոր այդ 50 հոգի կատարող երաժիշտ եւ բարող եւ խումբը եւ այդ իմ երկեցողությունները արավել այդ երկրորդ ակտի մեջ պիտի լրացնենք նույն թեմայով այնպես ինչպես որ ես արեցի այդ իր ազգային եւ համաշխարհային մարդկային անիրավությունների թեմայով եւ հետեւողություն երկրորդ ակտի մեջ պիտի ներկայացնենք real ուղագի live գդարողություն եւ նորեն իմ գդարողություններով անագգաներ շատ ունենք նորեն ես անդրադառնում եմ անագգալի մասին է խոսքը անագգալներ այդ ծևի որ օդար երկիչներ եւ լեգենդարի երկիչ Մարտին դե Լեոն որ ինքը Վեգասում ինքը կորձում է այսքան տարի ինքը չկարողացավ Բոնուս Այրես գալ եւ հիմա այստեղ միադեղ թե զուգահեռ մենք երկելու ենք իրար հետ անագգալ Աստոր Պիազոլայի գդարողություններից երկերից եւ արավել օդար երկիչներալ կան որ ես պիտի նորեն զույգ երկեմ իրենց հետ սա ուզում եմ ես իսկական անագգալ պահեմ որով սա արդեն պիտի զարմացնե բոլորը բոլոր ազգերի ոչ թե միայն մեր անհատական ազգի ելույթը եւ պիտի ներկայացվի անշուշտ բոլոր ազգերի համար եւ զույգ թանգո բարողներ այդտեղ անոնք որոնք այդտեղ կատարեցին Բոնուս Այրեսում ամենա համաշխարհային ճանաչված բարելու դասականը Աստոր Պիազոլայի նվիրված դասականը բայց կարելի է նաև ավանդականից էլ մի օրինակ ավանդականի տեսեք ի՞նչն է տարբերությունը ավանդականի եւ դասականի ժամը 7:30 է ինքը որ սկսում է գդարողություն այսին ելույթը բայց մենք դարբեր մի բան էինք ուզում ներկայացնել նախ քները այնքան մատչելի են գարած տոմսերի որ նույնիսկ սաբանի $20-ից սկսում են մինչև $55 ամենաբարձր ընդհանրապես $95-ից $150 եւ ավել էին այդտեղ տոմսերի քիները ասեցինք չէ մենք ուզում ենք բոլորի ժողովուրդը կա եւ այդտեղ red carpet-ի նման ճիշտ Hollywood style այսին այդ ոճով իրենք զգան որ մաս են կազմում մեզ հետ եւ հիանալի այդտեղ բարողներ եւ մայստրո Սերգեյ Թումաս որ ինքը այս սցենարի պրոդյուսերն է ստեղծագործողն է եւ այդտեղ ծրի տանգո թասեր պիտի ներկայացնեն եւ այդտեղ գերուխում ասեմ խմիչքներով եւ մենք ասում ենք անգլերեն meet and greet the artists այսին երաժիշտների եւ այդտեղ գդարողների միադեղ
ընդունելություն ունենան, red carpet-ի վրա նկարչություններ ունենան եւ այնգե վերջը 7 ամսկես արդեն մեր իսկական շոն սկսելու է ելույթը, այնպես ինչպես որ առաջի ակտի մեջ մենք ներկայացնում ենք այն ինչ որ կատարվեց Բոնուս Այրեսում եւ երկրորդ ակտի մեջ ուղակի հետաքրքիր մի ներկայացում որ նորեն համդեսեցնենք այն ինչ որ մենք կատարելագործում ենք։ Սոսի կարծում եմ որ շատ մարդիկ կգան, որտեղ յուրաքանչյուր մյուզիկլ, մանավանդ Broadway մյուզիկլ, ինքնին արդեն այնքան մի կարևոր իրադարձություն է։ Յուրաքանչյուր այնտեղ ներկա գտնվողը հավասար ձեզ հետ ապրելու է։ Անշուշտ։ Աթոռի վրա նստած հավասար ձեզ հետ ապրելու է։ Եվ այդպես կատարվում է։ Եվ այս Ալինա ջան, այս սցենարը, այս տանգո իսկական երաժշտության ոչ եւ իբրև պարային ոչ։ Յուրահատուկ է։ Այո, 22 զույգ ամենաաշխարհի ինչպես ասեմ renowned ուղակի ճանաչված բար զույգերով է որ ներկայացված է եւ առաջի անգամը լալով բոլոր աշխարհ առաջի անգամը լալով որ մենք կատարեցինք այս Tango Musical Broadway Astor Piazzolla-ի ստեղծագործությունների նվիրված մենք առաջինը եղանք սա մենք ուզում ենք 2021-ի իր 100-ամյակի հետ մեջտեղ բերեինք որ իսկական ստացվեր այդ նորությունը եւ դեղու վրա անդրադարձում դրվեր բայց COVID-ը մեզի 1 տարի եւս ցկեց եւ հիմա մենք արդեն սոսի ինձ ասացեք խնդրեմ տոմսերը վաճառվում են որտեղից են ձեռք բերելու մարդիկ հիմա ալա եւ գարոն իրենք տիկետ միկետի ինչ հեռախոսի համար եք տալու տիկետ միկետից են ձեռք բերելու այո գա եւ արավել box office-ից Saban Theater box office-ը իրենք ներկայացրեք համարները տվեք մեր ռեժիսորին որպեսզի մենք գրենք դա որ մարդիկ զանգեն եւ ձեռք բերեն ես կարծում եմ դա լինելու է հրավառություն իսկապես մեծ հրավառություն երկի, պարի, արվեստի հրավառություն է լինելու եւ կարծում եմ որ շատ-շատերը կգան որտեվ սա մի նոր որակի մշակույթ է մարդկանց մեջ առաջացնելու նոր որակի եւ ընդհանրապես աշխարհում բոլորը գիտեն որ տանգոն դա արգենտինական տանգոն է եւ միշտ սիրով հետևել են արգենտինական տանգոին իհարկե ասեմ պարային առումով մի քիչ բարդ է պետք է սովորեցնեն որ դու պարես դա սովորական տանգոն չի որ կանգնում են իրար դեմ դիմաց ձեռքերը բռնում են ինչպես հարսանիքներին տանգո են պարում իհարկե դա չի դա պետք է սովորել հատուկ ոչ ունի արգենտինայի բարի այդ կրակոտ ոչ ունի հատուկ շատ եւ սիրային այդ զգացումների արտահայտությունը այնքան ուժեղ է իսպանականին է նման նայել է կրակոտ այսպես եւ շարժումները ամբողջը կրկոտ են եւ սիրային այո դե ինչու այդ օրը նստած մարդիկ իսկապես կմբողջնեն իսկական արգենտինական տանգոն եւ տանգոյի դասական կատարումը որը ավելի է հղկել, ավելի է գեղեցկացրել, ավելի սիրառատ է դարձրել։ Այո։ Մեծագույն հաջողություն եմ ցանկանում։ Եվ մագարտագով է ներկայացում, այդ ամենակարևորն է, որ ուղղակի հրապուրում է մարդկանց։ Եվ լավագույն մասնագետներով, լավագույն երգիչներով եւ ահավասիկ դուք եք այնտեղ լինելու եւ մարդիկ արդեն ձեր ձայնը լսեցին եւ պատկերացնում են ով է Սոսի Մարտիրոսյանը մեր արվեստի մեջ, հայ արվեստի մեջ, այո դուք մեր парքերից մեկն եք եւ մարդիկ պետք է գան ու վայելեն այդ парքը եւ երախտապարտ լինեն ձեզ։ Ես կոնկրետ երախտապարտ եմ ձեզ, ձեր լավ ձայնի համար, լավ հայ լինելու համար, լավ հայկին լինելու համար եւ մեծագույն հաջողություններ եմ ձեզ ցանկանում։ Թող այդ օրվա համերգը անցնի ամենագեղեցիկ ձևով։ Շատ շնորհակալ եմ Ալինա ջան եւ այս օրվա այս զրույցի համար այնչափ ես ուրախ եմ որ նորեն հանդիպեցինք, նորեն իրար այս ժամանակը ունեցանք զրուցելու։ Ես հույսով եմ որ այդտեղ գնենք, ես ուզում եմ հրավիրել ձեր բոլորը։ Անպայման լինելու եմ, անպայման։ Ես նույնպես վայելելու եմ այն ինչ որ քիչ առաջ արդեն խոսեցի այդ մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։